Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե ինչ վերջաբան է ունենալու այն, ինչ կատարվում է հեռուստասերիալով։ Հենրին ու Անգելինան ամեն ինչ գաղտնի կազմակերպել էին և ամուսնանում էին, սակայն քաղաքացիական ամուսնությունը տեղի չի ունենա, քանի որ Միքայելն այս ամենը պլանավորել էր ու հասցրել այստեղ, որ նրանց այսպիսի անակնկալ անի, իհարկե այս ամենը ճակերտների մեջ։ Բնականաբար այս հարսանիքը տեղի չի ունենա, քանի որ Միքայելն ասելու է ողջ ճշմարտությունը բոլորի առաջ, իհարկե Միքայելի ճշմարտությունը, քանի որ այդ ճշմարտությունը սուտ է, այդպիսի բան չկա ու Հենրին ու Անգելինան իրար քույր ու եղբայր չեն, այդ ամենը հորինել է Միքայելը, որպեսզի նրանց բաժանի։ Բնականաբար Հենրին հայտնվելու է ծանր վիճակում, հայտնվելու է կամրջին ու նրա կյանքին վտանգ է սպառնալու, իսկ թե ով է փրկելու նրան և արդյոք փրկելու է թե ոչ, կիմանաք շատ շուտով միանալով մեր ալիքին և իհարկե դիտելով մեր կողմից պատրաստված տեսանյութերը, իսկ ինչ է լինելու Անգելինայի հետ։ Անգելինան ստիպում է հորն ու մորը, որպեսզի նրանք ասեն իրեն ճշմարտությունը, իհարկե Անգելինան նախօրոք էլ ուներ արդեն կասկածներ, բայց որ Միքայելի դուստրն է, բնականաբար դա իր համար անակնկալ կլինի, ինչպես կվարվի Աննան այս ամենի հետ, Հենրին նրանից բացատրություն է պահանջելու և հայտնված կադրերից պարզ է դառնալու, որ Հենրին նրան խնդրում է ասել ճշմարտությունն, իսկ Աննան ասում է, որ այդ ճշմարտությունն իմացել է ընդամենը հաշված ժամեր առաջ։ Այս և այլ շատ հետաքրքիր ճշմարտություններ կբացահայտվեն հենց հիմա, եթե դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, որը արվել է նկարահանման հրապարակում և հատուկ ձեզ համար, ինչ է սպասվում հաջորդ սերիաներում և ինչպիսին կլինի Հենրիի ու Անգելինայի արձագանքը և ինչ տեղի կունենա այս ամենի բացահայտումից հետո, կտեսնեք այս տեսանյութում։ Դիտեք տեսանյութը մինչև վերջ, չմոռանալով։ Այսօր ամպերը շատ ջղայնացած է, բայց մենք մեր նկարահանումները ավարտել ենք։ Մեր նկարահանումները շարունակվում են, շատ ուժեղ տեսարաններ ենք նկարում։ Օպա։ Սակը զագարա արել, հասցրել ես գանձս։ Լսում եք, դինոզավրը ինչ կպտեք։ Okay. Մարսում են երեխեքը, բայց շատ սիրում տեղ ենք եկել։ Գնացինք։ Վայ, սա իրանց ձակն է։ Մամա, պապան ձակն է։ Լեբա այստեղ ձվիկի մեջից դուրս են եկել ձինոյիկները։ Հա, կատենց բար։ Արդ լավ չի լսում ստեյքի։ Գանք։ Ադամ։ Գնացինք։ Շատ սիրուն է։ Իմիջայլոց այստեղ փորում ես լապատկաներով ցերեկը ու մեջից դուրս է գալիս դինոզավրիկի ոսկորներ։ Ես գալու եմ դա անեմ անպայման։ Շատ լավ։ Քեզ կբերենք։ Ես կգամ։ Եղեք շատ ռեալիստիկ է։ Շատ լավն են վերջացրինք նկարահանումը, վաղուց սենց հավես նկարահանում չի ունեցել այգում կարուսելների վրա ու ամենաշատը ինձ դուր եկավ այդ ձինոպարկը։ Շատ լավն է, անկեղծ եթե ունեք ճուտիկներ, բերեք, եթե իհարկե չեն վախենա, որտեղ շատ ռեալ են սարքած, բայց այն տարիք երեխան որ չի վախենա, հստակ արժի կա տեսնի այդ այգին։ Ողջույն բոլորին, այսօր մայիսի 1-ն է, այսինքն շատ սպասված օր ինձ համար, որովհետև այսօր իմ բարի փերի, իմ մեյքափի ուսուցչուհի, իմ
անփոխարինելի ընկերուհի Նանեիս երկար սպասված, տարիներով սպասված մաստեր կլասն է։ Ես իհարկե ոնց որ միշտ ուշանում եմ, բայց արդեն հասնում եմ Armenian Marriott, որպեսզի մասնակցեմ այդ երկար սպասված մաստեր կլասին, այս իրադարձությանը։ Շատ ուրախ եմ ու շատ սպասելիքներով։ Այսօր Նանան ցույց է տալու 2 դիմահարդարում, կիսվելու է դիմահարդարման գաղտնիքներով մնացած աղջիկների հետ եւս։ Գնամ մասնակցեմ, անձամբ գրկեմ, շնորհավորեմ իմ բարի փերին Անեին։ Բոլորիս լավ օր։ Հա ու մեկ էլ շնորհավոր Մայիսին։ Շատ եմ ուշանում, բայց արդեն ներսում եմ, իրականում պատճառում էի ուշանալու։ Այսօր Մայիսի 1-ն է ու հրապարակում լիքը դասարաններ էին ու բոլորի հետ հերթով նկարվելու։ Նկարահանում անանալի։ Մի քիչ անտրամադիր եմ այսօր։ Չքնած, մի քիչ մտքերով, բայց կարևոր չի դա, որովհետև երբ որ ունեմ նկարահանում, զբաղվում եմ սիրած գործով, ամեն ինչ անցնում է երկրորդ պլան։ Ինչ լավ կլինի։